Ողջույն, բարի երեկո ժողովուրդ ջան, շնորհակալություն սպասելու համար, շնորհակալ եմ առհասարակ, որ հետևում եք, տարածում եք, սա նույնպես որոշակի աշխատանք իր արդյունավետությունը թողնում է մարդկանց, այն մարդկանց շրջանակներով, ովքեր այս կամ այն հարցի շրջանակներում ունեն տարբեր կարծիքներ լսելու ցանկություն, եւ իհարկե մեր եկեղեցու շուրջ այն ինչ որ կա, այս իրականությունը շատ շատերին է գցել մտորումների մեջ, նրանք ովքեր վաղուց էին տեղյակ, ավելի շատ են շփվել, ավելին գիտեն, բայց կան մարդիկ, ովքեր որ այդքան էլ չեն կենտրոնացել եւ ենթարկվում են համացանցային մանիպուլյացիաների, որ ինչը որ չեն կարող թույլ տալ։ Իհարկե մեր խոսակցությունը չի լինելու միայն մեկ-երկու անդրադարձ եկեղեցուն, լինելու է նաեւ այլ թեմաներ, այնպես որ կխնդրեմ որպեսզի տարածեք եթե ընթացքում կզգաք դրա կարևորությունը եւ առհասարակ խնդրում եմ գրանցվելի մեջին դրանով շատ մեծ օգուտ եք տալիս ինչի համար շնորհակալ եմ ուրեմն իսկապես մեր իրականության մեջ մեդիա տերորը եւ հեռուստատեսային այդ ամեն ինչը կեղտը այնքան է մեծացել որ մարդիկ կան ովքեր կարող են իրենց աչքով տեսնել բայց չընկալել, չնկատել, չցանկանալ որ նկատեն կամ այն որ ստեղծում են մի հատ շղարշ բան, հա, այն ժանրից, որ երևակայական ժանրից, որպեսզի դու այն ինչ որ տեսնում ես, մեկը ասում կարող է այս ինչ որ ուրիշ բանի համար է։ Այսինքն կասկածներ են սերմանում հավերժության շրջանակներում, բայց ընդհանուր առմամբ ամեն ինչ չափազանց բարձ է ժողովուրդ ջան։ Այ օրինակին շատ են ասում, ինչ ես մտել քաղաքականություն, այդպես բաներից ես խոսում, նախ ես քաղաքականության մեջ չեմ, ես հասարակական գործունեության մեջ եմ։ Եվ երկրորդ կարող եմ լինել քաղաքականության մեջ, այդտեղ բարդ բան չկա, հատկապես հայկական իրականությունում։ Ցավոք սրտի, որովհետև նորա ձևավորվում իսկական քաղաքական միջավայր, որը կարծում եմ դեռ երկար տարիներ անհրաժեշտ որպեսզի կայանա։ Եվ այս ամեն ինչի մեջ ամեն դեպքում բախումներ կան, որի անունը դրած է քաղաքականություն, կամ բախումներ, բնականաբար այդ բախումների շրջանակներում ամեն մեկը ուզում է ավելի շատ դիվիդենդներ հավաքի, ավելի շատ հանրության ներկայացուցիչներ ներգրավի, որպեսզի կարողանա ինչ-որ գործողություններ իրականացնել եւ այդ ճանապարհին չեն խնայում ոչ մի բան, այլ սրբություններ, այլ չգիտեմ, ամեն ինչ, այլ թշնամանք, այլ բացարձակ ոչ մի բան չեն խնայում, որովհետեւ խոսքը գնում է այնպիսի մարդկանց մասին, ովքեր հայտնի են եղել մշտապես էգոիզմի որոշակի դրսևորումներով եւ հիմա էլ իրանց էգոն բնականաբար չի բավարարվել։ Այ եթե ուզում եք ուղիղ ինչ որ բաներ տեսնել, խնդրեմ, կարող եք մտնել, օրինակ, վարչապետին զեկուցում են ինչ որ տեղի ունեն, եւ վարչապետը հրապարակում է, շատերն էլ կիսվում են համացանցում, թե ումից որքան հողակտոր բան արեցին, վերադարձրեցին պետությանը։ Այսինքն մի դրամով, 5 դրամով, 10 դրամով վաճառված հազարավոր հեկտարներով հողեր, հարյուրավոր հեկտարներով հողեր, որ սեփականաշնորհել են ու ոչինչ չեն անում։ Ոչինչ չեն էլ անում, գոնե իմանաս մի գործունեություն են ծավալել դրա վրա ու հարկեր են մուծում, կարող ասես լավ դե հիմի այն ժամանակները կարողացել են այդպես անենալ, են հիմի կարևորը որ վրան աշխատում է, այդ հողը աշխատում է, մեռած չի։ Այ շատ-շատերն են ասում, որ Հայաստանում դուրս են գալիս, երբ որ ագետից բեկետ շրջագայության, ասում են, որ ահագին հողակտորներ, տարածքներ նայում են Հայաստան, ասում են ինչի չեն օգտագործվում, ինչի ասես անհերկել մնացել, անմշակ մնացել, այ ինչու պետությունը մի բան, պետությունը չի անել, դրանք մարդիկ պետք անեն, բայց սիրելիներս, այդ բոլոր հողերը հեկտարներով իրանցով են արել։ Եվ այո, այն չորությունը որ տեսնում եք, այդ անջուր վիճակը որ տեսնում եք, այդ է։ Վերցրել են, որ թող մնա, դե հետո հարմար կլինի մի բան կանենք, եւ արդյունքում տուժում է պետությունը։ Պետությունը որպեսզի դրանք վերադարձնի, երբեմն ինչքան էլ որ իրավական հիմքերը շատ են, երբեմն իսկապես դժվարությունների հանդիպում է, եւ այո, դատական գործերը այդպեսինն են, ցավոք սրտի, բայց արդեն կարող եք բացել ու տեսնել, թե ինչ հեկտարներով հողեր են վերադարձվում պետությանը, հեկտարներով։ Իսկ որևիցե մեկի մոտ հարց առաջանում է, այդ հեկտարներով հողը որ վերադարձվում է պետությանը, վրան ինչ կա։ Չէ՞ որ այդ հեկտարներով հողը կարող է այս տարիների ու տասնամյակների ընթացքում լուրջ օգուտ տված լիներ Հայաստանին։ Այսինքն դա նույնպես ստոպ է եղել։ Սա առաջին հարցն է, բայց ելի հարցեր կան այստեղից բխող, հա, չի թույլատրվել զարգանալ եւ զարգացնել, որովհետեւ շատ գյուղացիներ մինչեւ հիմա ասում են, տեսեք, մենք հողի կռիվ ենք անում, հողի հետ ու հողի համար կռիվ ենք անում, իսկ այնտեղ նայեք, ամայի մնացելա տերն էլ չգիտենք ուրա, Ռուսաստանա, ուրա, ես շատ գիտեմ, ուրա, Իրանով է արել գնացել է։ Ու սրանք բոլորը հետագայում դատարաններում խնդիրների են վերածվում։ Եվ երկրորդ հարցը հետեւյալն է. ինչ եք կարծում, եթե այդ մարդկանց ձեռքից, ովքեր որ ժամանակին կարողացել են թալանել են ու իրենցով են արել, տվյալ խոսքը հողատարածքների մասին է։ Ոնց եք կարծում,
երբ որ իրենց ձեռքից վերցվում է, վերադարձվում է պետությանը։ Իրենք ո՞նց են տրամադրվում երկրի հանդեպ, ո՞նց են տրամադրվում իրենցից վերցնողների, իրավական դաշտի հանդեպ, օրվա իշխանությունների հանդեպ, ո՞նց են տրամադրվում։ Բնականաբար բացասական։ Միանգամից հիշում են, որ գոյություն ունի համացանց, մտնում են Facebook-ները ու սկսում են բոլորին որակել թուրք, ժեղ, չգիտեմ, հայրենադավ, դավաճան, առանց կաշկանդելու այն մտքից, որ իրենք կոնկրետ հողի հերն անիծել են հենց իրենք։ Կոնսերվատորիայի այգին մինչև հետ վերցին 4 տարի տևեց։ Այո, շնորհակալություն հուշելու համար, հենց այո, շատ լավն էր կոնսերվատորիայի այգին, բայց այս պարագայում խոսքը միայն այգիների մասին չի։ Այս պարագայում Հայաստանի Հանրապետության համայնքային հողերի մասին է, որոնք որ կոպեկներով են սեփականաշնորհվել։ Ես նոր աչքովս ընկավ թերթում էի, ճիշտ ասած, դե արդեն զարմանալի չի, բայց այնուամենայնիվ, էլի, ընթերցեմ, հա, ձեզ համար։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը Երևանի նախկին քաղաքապետ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանից առաջին հայցով պահանջել է ուշադրություն 31 անշարժ գույք։ Երկրորդ հայցով նոր պահանջամտ է բացեց 31 անշարժ գույքը։ Եվս 8 անշարժ գույք 636 միլիոն դրամ մեկ իրավական անձում մասնակցություն։ 39 անշարժ գույք մեր քաղաքապետն է եղել։ Ոնց է կարծում, այս ուժերը, այս մարդը քաղաքապետ է եղել, բայց բնական է, չէ՞ որ տենց ինքը թայֆա է ունեցել, ինքը միայնակ դա չի արել իր կուսակցական ընկերների համաձայնացնելով է գնացել, ինչ որ բան գծել է մեկի բերանը, որ փակեն կոռուպցիոն բանի վրա աչք փակեն, ԱԱՑ-ն է վարկաբեկված եղել այս ընթացքում, չէ՞, ԱԱՑ-ն տեղակ չի եղել է։ Եղել է։ Ոնց կարա քաղաք ու այսօր այս ուժերը դուրս են եկել ու ասում են, այսօրվա իշխանությունը թալանում է, ես ինչ հասկանում եք, սա արդեն ծիծաղելի էլ չի։ Սա ծիծաղելի էլ չի։ Հանցագործի ձեռքը բռնում ես հանցանքի վրա, ասում է ես չեմ ինքն է, դիմացինի վրա է գցում։ Սա բնական է, փորձում են խաբել, համոզել անտեղյակ մարդկանց։ Մարդկանց, ովքեր ինքնուրույն ի վիճակի չեն գնահատականներ տալ, կամ մարդկանց, ումոնց արդեն իրենք կարողացել են այնքան կասկած ներարկել, որ այս խեղճ մարդիկ արդեն ոչ մեկ էլ չեն հավատում։ Եվ այս ամեն ինչը նաև այո որոշ կառույցների բացթողումների արդյունքում, որովհետև այդ կառույցները պիտի վաղուց հավաքած լինեին կամ գոնե մի քանի նման fake ֆաբրիկաներ պիտի փակած լինեն։ Այդ տեսեք Մոլդովայում ինչ էր կատարվում։ Մտել էր ազգային անվտանգությունը հազարավոր էջեր են բացած եղել, ովքեր որ մարդկանց ընտրության իրավունքի վրա, այսինքն մտքերի վրա, մտորումների վրա ազդել են, լցրել են տարատեսակ բաներ, դե դրա մեջ կլինի վախի մթնոլորտ, դրա մեջ կլինեն դեզինֆորմացիաներ, դրա մեջ կլինի կասկած հարուցող ինչ-որ բաներ, որպեսզի կարողանան տրամադրությունները այնպես փոխեն, որ կազդի դա արդեն ընտրությունների վրա։ Նույնը սրանք են անում, նույնը սրանք։ Իսկ իրականում ինչ կա, իրականում ոչինչ չկա, նորմալ պետությունը իր հունով գնում է, զարգանում է, իհարկե շատ դժվարությամբ այդ փոսից ելա, բայց արդեն փոսից ելել է, ու իր հունով առաջ է գնում։ Ու եթե խնդիրը այնտեղ է, որ նաև լավ բան է այնտեղ է, որ եթե նույն իշխող ուժի ներկայացուցիչներից մեկը կլինի, որ կոռուպցիայով զբաղվում է ու ունեք որևիցե հիմնավորում, վստահ եղեք, դա իրավական այնպեսի ուժ կստանա ու միանգամից գործից այնպես կհեռացվեն, որ էլ ասելու չի։ Այնքան նախարարներ, որքան որ Նիկոլ Փաշինյանի ժամանակով է հեռացվել աշխատանքից կամ փոխարինվել, երևի ոչ մեկի ժամանակ նման բան չի եղել։ Ոչ մեկի ժամանակ։ Տեսնում ենք ու չենք ցանկանում, կամ նույնս տերտերների թեման, եկեղեցու թեման։ Դուրս է եկել այսօր արշակը ինչ որ բաներ է փորձում արդարանալ, թե բա հեսա սպառնում է, էլի, սպառնում է, ասում է ինձ որ հեռացնեք եկեղեցուց, բա ես ավելի շատ այդ մեղքը կգործեմ, չհասկացա։ Այնպեսի բաներ են խոսում, չգիտեմ, նայել եք այդ մամուլի ասուլիսը թե չէ։ Զարմանալի է, գիտեք ինչը, թե ինչի ցանկացած մի հատ հանցագործ չի կարող լինել կաթողիկոս։ Որովհետև այն ինչ որ այսօր լսում եմ, ես չի հավատում, որ եկեղեցականի եմ լսում։ Այդ խոսում էր մեկը, ում կյանքում չես ցանկանա ընդօրինակել։ Իսկ եկեղեցականի գործունեությունը նաև այնպեսին ապրելաձևը, որ պիտի դրա ցանկությունը առաջանա, ինչու ոչ։ Ասենք, ես չգիտեմ, բառացի չեմ մեկնաբանի, իսկապես շատ ծիծաղելի, անգամ չգիտեմ ինչ է դա։ Չգիտեմ, իսկապես չգիտեմ այդ ինչա։ Բայց ես ուզում եմ մի այլ թեմայի անդրադառնանք։ Ես երեք սրա մասին չեմ խոսել, դա ասում էի հիմի դրա ժամանակը չի, մարդիկ սիրուն տարածել էին շատ բաներ, բա
Խոսքը աղունիկի մասին, որ եկել իջել էր վարչապետի մեքենայի վրա, դե շատերը դրա մեջ տեսել էին լավ նշան, շատերը ուշադրություն չեն դարձնում այդքան, բայց որ այսպեսի մեկնաբանություն կլսեմ, ես չգիտեմ, այս մարդիկ տեղյակ են առհասարակ ինչից է խոսքը, լսեք էլի մի հատ։ Նիկոլ Փաշինյանը եւ իր քարոջը մեքենան մտածում են, որ հայ ազգը մտավոր հետամնաց է։ Կուզենայի ձեր ուշադրությունը սևեռել մեկ հրապարակման վրա։ Նա ռակուրսը այնպես է բռնացրել, որպեսզի իր գլխավերևում եղել է լուսապսակ, այսինքն նիմբ։ Երկրորդը աղունիկ է նստել։ Շոկաներեք, ես առաջին ասեմ, գիտեք ինչի մասին է։ Աշխատասենյակում ես հետևը դռան կամարն է։ Ասում դիտմամբ նենց անես, այդ մարդու աշխատասեղանը տեղ է, ու մենակ իրան է այդտեղ չի եղել։ Այդտեղ է։ Ու այդ հետևի այդ պատի կամարի կլորը ընկելա գլխի վերև, ասում դիտմամբ նենց արել, որ լուսապծակ լինի գլխի։ Լավ, դե հիվանդ մարդու երևակայություն, բայց շարունակենք։ Եղել է լուսապսակ, այսինքն նիմբ։ Երկրորդը աղունիկ է նստել Նիկոլի մեքենայի։ Ինչ մի հրաշք է կատարվել։ Միթե սա հրաշք չէ, միթե սա Աստծո կողմից ուղարկված նշան չէ, սա նշան է։ Եվ սա նշանակում է միայն մտավոր հետամնացություն։ Նիկոլ Փաշինյանը Մի ասեմ խոսքը ինչի մասին է։ Նախ քարոզչամ մեքենա է ասում նրանց, ովքեր որ հենց ինքը հանդիսանալով քարոզչամ մեքենա, հենց այս տիկին է, այս բային, քարոզչությամբ էր զբաղված։ Քարոզչությունը մենակ նրա մասին չի, էլի, որ բանը փորձեն մեկին բարձրացնել, նաև նրա մասին է, որ փորձեն մեկին իջացնել։ Ու ինչ ասում, ասում մտավոր հետամնացներ են, ըստ էության ասելիքը դա է, որ մտավոր հետամնացներ են նրանք, ովքեր այդտեղ նշան են տեսնում, որ աղունիկը եկել նստել է բանին, մեքենային։ Ուրեմն ըստ տիկնոջը, ով կարծում եմ իսկապես մտավոր հետամնացությամբ է տառապում, խղճում եմ ես, ասեմ հետևյալը։ Աշխարհի բոլոր սուրբ գրքերում, եթե գոնե մի անգամ որևիցե սուրբ գիրք կարդացածներ, որևիցե դուք կտեսնեիք, որ այո, հենց այդպես է խոսում Աստված մարդու հետ, շատ դեպքերում, շատ դեպքերում, նշաններով։ Եվ այստեղ խոսքը քաղաքական գործունեության մասին չի, որ դու բանան ես, անուն դնես։ Ես ինքս չէի գերագնահատի, դա ինձ համար զուտ հաճելի հետաքրքիր տեսարան էր դա, որ աղունիկը ոնց կարար էլի այդքան մարդկանց խմբի մեջ նստել հենց այդ մեքենային ու շատ հանգիստ նստել։ Սա ինձ համար շատ հետաքրքիր տեսարան էր, բայց շատ չգերագնահատելով նաև ասեմ, որ կարող են հավատացյալ մարդիկ հավատալ որոշ նշանների, եւ դա ոչ թե մտավոր հետամնացություն, մտքի հետ է կապված, այլ սրտի, հոգու, որովհետեւ հոգեվորի մասին է խոսքը։ Առասարակ քրիստոնեությունից երբ խոսում ենք ամորավիցի կերոնից, հիշեք, որ դա հոգեվորի մասին է խոսքը։ Մտավոր հետամնաց ես համարում այդ մարդկանց։ Իսկ արդյոք օրինակ դու մտավոր հետամնաց չես, որ խոսում ես այս պարագայում փորձում ես քրիստոնեության կամ եկեղեցու շուրջ եղած իրավիճակին անդրադառնալ, ձեռ առնելով։ Դու ինքդ աթեիստ ես երևի, չգիտեմ, կամ քրիստոնյա էլ չես, չգիտեմ, ինչի ես որոշել անդրադառնալ։ Իմիջիայլոց ասեմ նույն Աստվածաշնչում հազար բաներ կա, հա։ Դուք ասում ա մոգերը տեսան երկնքում աստղ եւ նրա հետևից գնացին, չէ՞, մինչեւ Բեթլեհեմ։ Դա նշանի մասին է։ Ոչ որից մեկը չէր եկել ասել, այս աստղը նշանակում է, որ պիտի Բեթլեհեմ գնաք ասենք։ Ու սեփլիկ շատ նշաններ։ Ու դա նորմալ է։ Ինչը որ վերաբերվում է հոգևոր կյանքին, դա նորմալ է։ Այո, հոգևոր կյանքով ապրող մարդիկ նշաններով շատ են կողմնորոշվում եւ դրանց մեջ տեսնում են որոշ միստիկ բաներ, թե դրական թե բացասական իմաստով ընդորում։ Հիմա դու դուրս ես եկել ես մարդկանց վիրավորում ես նրա համար, որ իրանք հոգևոր կյանքի մեջ են ու որոշ նշանների վրա ուշադրություն են դարձնում, սա ես դու հանձնարարություն ստացել։ Այսինքն ձեր թիմով ստացել եք հանձնարարություն, դուրս գաք ու մարդիկ, ովքեր որ ինչ որ սիրուն բան են տեսնում այդ ամեն ինչ, նրանց փորձեք լոմկեք, ասենք, ձեզ դուք Ներևի է հիստերիկնա, չգիտեմ, Գարանե ջան, տեղյակ չեմ։ Բարձրապես սա տարածվում է ու շատերը տակը մեկնաբանություններ են թողել։ Ես դրա համար որոշեցի անդրադառնամ, էլի, որովհետև այդ մեկնաբանություն թողողներն էլ մեր հայրենակիցներն են։ Ես չեմ հասկանում, ինչքան պետք է դեգրադացված լինեն մարդիկ, դե այս է հենց դաշնական հանրապետականների կրթական համակարգն է, որ դեգրադացրել է մեզ բոլորս քաղաքացիներին։ Հասկանում եք։ Դե չէ, ասենք սա ինչ է։ Օրինակ, ես մի հատ ուրիշ շատ ավելի հետաքրքիր նշանի մասին կարամ հիշեցնեմ ձեզ բոլորիդ։ Օրինակ, երբ որ Միտար, մի րոպե կներեք, Ժորժ ջան, միտար, այդտեղ դիր։ Չէ, միտար։ Ուրեմն ծիծեռնակաբերդում ես չեմ հիշում որդիներ, իսկապես չեմ հիշում որդիներ։ Մի քանի տարի առաջ էր Կտրիշ Ներսիսյանը բարձրացել էր ծիծեռնակաբերդ ու այդ ծաղիկները մեր որ կուտակված են, հենց որ ինքը մոտեցավ իր շքախմբով անմար կրակին, այդ ծաղիկներն էլ շարը, ծաղիկները փուլ եկան։ Այդ ծաղիկները փուլ եկան, ամբողջը։ Նման բան, չգիտեմ, եղել է երևի որ ծառմարվել են ծանրությունից քաշի չէ, բայց այդ փուլ եկան ու ընկան ներքև։ Սա նույնպես նշան էր։
Ես իհարկե բան չեմ, այս նշանների մասին խոսելուց, խոսքը բանի մասին չի, ոնց էլ այդ բառը, սնահավատության մասին չի, խոսքը այլ տիրույթում եղած նշանների մասին է։ Այնպես որ փորձեք քաղաքացիներին չվիրավորեք, որովհետև միշտ նենց է ստացվում, որ երբ որ քաղաքացիները հանկարծ հակադարձում են ձեզ, հետո ձեր Արծվիկ Մինասյանը վազելով գնում ազգային ժողով, ասում է, վայ, մեր դեմ ատելության խոսք ենք քարոզում։ Հասկանում եք, ձեզ խելոք բայեք, ինչ բայեք։ Բայց ամենահետաքրքիրը որն է, նա եկեք նայենք, էլի, ովքեր են այսօր հիմնական ուժերը, ես չեմ խոսում առանձին վերցրած քաղաքացիներից, Կավլիցի, Իրաք մի կողմ, որ քաղաքական ուժերն են բացեբաց սատարում Կտրիշ Ներսիսյանին։ Դաշնակցություն, հանրապետական, սա մեծ թիմերն եմ ասում, են բևեր, զիզի-բիզի բաները չեմ ասում։ Էս է։ Բա մեկ էլ բանը, այս խարխի ձևով շարժումը Ռուսաստանից ուղարկած։ Ովքեր է սատարում Կտրիշ Ներսիսյանին արտաքին ուժերից, ուղիղ խոսքով Ռուսաստանը, ուղիղ խոսքը։ Ուղիղ բարերով, Լավրովով, Զախարովայով, Կիրիլով, ոնց հասան ասացին, չհասկացանք։ Ուրեմն մեր եկեղեցին դուք այդքան պիտի տրոհեիք, որ կապոյնի բուս Լավրով, ինչ որ մի երկրի բան արտգործնախարար խոսի մեր հավատքից ու մեր եկեղեցով։ Ու թե մենք ոնց վարվենք, ոնց, չէ՞։ Այս օրնեք գցեն մեր եկեղեցի։ Մենակ դրա համար ձեզ ամեն մեկից մի հատ քացի է ասում, հասկանում եք։ Ամենակիչը մարդա։ Ես ինչ եք դարձրել արա մեր եկեղեցին։ Դուք ոչ թե պիտի գնաք, դուք պիտի սիկտիր լինեք այդտեղից։ Ձերը գնալով չի։ Բարի երեկո բոլորին, ովքեր նոր են միացել։ Ես ինչ եք սարքել արա։ Հիմի 3 քաղաքական ուժ, ընդհանուր առմամբ մի քաղաքական ուժ, հա, հյուսիսային։ Պաշտպանում է Կտրիշ Ներսիսյանին անունադրել է եկեղեցին ենք պաշտպանում։ Քաղաքական ուժերը իրենց ողջ քաղաքական բանով, կայքերով եւ այլն իմիջիայլոց ես դից որ չստացվի ես դից բան եմ օրինում, ասեմ։ Մի օր Անժելա Թովմասյանը իր այդ բիսեդկում ներվայնացած ինչ որ խոսում էր, դե մեկ անկանոն շատ է, չէ՞ խոսում։ Մեղադրում էր, թե ինչու չստացվեց Գալստանյանի բանը, հեղափոխությունը, այդ բանի ջիհադիստական շարժման այդ սրբազան պայքարի, ջիհադիստական պայքարի էլի։ Ու ասում էր 45 կայքով մենք ձեզ օգնում ենք, ինչի չստացվեց։ Այսինքն ըստ Անժելա Թովմասյանի հիմի ասեմ, էլի իրանց ունեցածն է, ես ինձնից չեմ օրինում, 45 կայք մեդիա տիրույթում նստած խառնակցություն է իրականացրել։ Իր լրագրողական համայնքով, իր ռեպորտաժներով, ես դեռ չխոսեմ սունկ կայքերի մասին, ես դեռ չխոսեմ Facebook-յան հերնոկտատերի մասին, ովքեր որ դրանք կիսեին եւ այլն եւ այլն։ Պատկերացնում եք, չէ՞, ինչ ծանր sense հրետանի են բաց թողել, էլի ժողովրդի դեմ, ու չի ստացվել միևնույնն է։ Հիմա ես մարդիկ այսպես պայքարում են եկեղեցու, դուք չեք պայքարում եկեղեցու, դուք չեք կարող պայքարել եկեղեցու համար, որովհետեւ եթե դուք պայքարեք եկեղեցու համար, դուք կգայիք կանգնեք մեր կողքին անկախ ամեն ինչից։ Իմիջայլոց ես մի բան ասեմ, էլի ժողովուրդ ջան, եւ հատկապես ԿՊ-ականներին դիտվեք դիմեմ։ Տեսեք, ուզում եմ ես հասկանամ, երբ որ վարչապետը գալիս է եկեղեցի, կամ վարչապետը եկեղեցուց դուրս է գալիս, ինչ եք ծափահարում։ Դա շատ տգեղ է նայվում։ Շատ տգեղ։ Խնդրում եմ ձեր էմոցիաները մի փոքր ձեզ պահեք։ Կամ եկեղեցու առաջ կանգնած գոռում եք Նիկոլ վարչապետ։ Նիկոլը երկրի վարչապետն է, բոլորս էլ գիտենք ինչ ա եղել։ Քաղաքական ակցիայի ինչ եք փորձում վերածել, այն ինչը որ կոչվում է բան, եկեղեցու ինքնամաքրում։ Ինչը հոգևոր շատ ուրիշ բանի մասին է։ Սա շատ վատ տեղ կարա տանի։ Ընդ որում ես այստեղ կարող եմ մի բան ավելացնել, հա, ասած ընկերաբար, էլի, ուշադրություն դարձրեք դրան։ Ուրեմն կան մարդիկ եւ հավատացյալներ եւ քաղաքացիներ, ովքեր նոր են փորձում վերադառնալ եկեղեցի տեսնելով որ վերջապես մաքրվում է, ովքեր որ չեն գալիս միանան այդ պատարակներին հենց նրա համար, որ տեսնում են որ դուք քաղաքականացնում եք։ Վարչապետը բազմահազար հավատացյալներից մեկն է, ով հանձն է առել, այո, հնարավոր է իր հնարավորությունները մի փոքր ավելի մեծ են եւ այլն, այնուամենայնիվ հավատացյալներից մեկն է, ով հանձն է առել իր եկեղեցին ինքը իր մասին մտածելով մաքրել Կտրիշ Ներսիսյանականներից ու սրա նմաններից։ Ու հիմի ինչի համար կանգնել եկեղեցու առաջ գոռալ Նիկոլ վարչապետ ու ծափերով դիմավորել ճանապարհել։ Ինչի համար, դա ինչի համար արվում։ Չէ, լավ է, երբ որ մոտենում եք, ամեն դեպքում դա վարչապետն է, բնական է, պատարակից հետո կմոտենաք, ձեռքը կսեղմեք, սա բնական է։ Բայց խնդրում եմ, գոնե այն մյուս հատվածը անեք, որովհետև այս մարդիկ, ովքեր որ ցանկանում են նույնպես գտնվել այդտեղ ու այդ process-ի մեջ, իրանք այստեղ տեսնում են քաղաքականություն ու հետ են կանում։ Շատ հնարավոր է այդ քաղաքական, ասենք եկեք sense բացատրեմ, որ ավելի հեշտ լինի։ Պատկերացրեք, ես
ոչ կուսակցական եմ, ու ասենք թե չեմ էլ սատարում Նիկոլ Փաշինյանին։ Բայց ես առաջարկած գաղափարին, որ մեր եկեղեցին պիտի կտրիչ ներսիսյանից մաքրվի, դրան կողմ եմ, ու այս գաղափարի շուրջ ցանկություն եմ հայտնում, որպեսզի միանամ այդ մեծ խմբի մարդկանց։ Բայց մեկ էլ տեսնում եմ այնտեղ որոշակի քաղաքական դրսևորում կա արդեն։ Ու ես չեմ ուզում դրա մի մասնիկը լինել։ Հասկանում եք, այստեղ աղճատվում է, այստեղ կոտրվում է այն ինչի համար որ հավաքվել ենք, ըստ էության։ Ես վստահ եմ Նիկոլ Փաշինյանն էլ առանձնապես ուրախ չի որ իրենց ապարում։ Ես վստահ եմ դրան, որովհետև ինքը բազմիցս երբ որ ասում է ես սա որպես հավատացյալ եմ անում, նա նաև այդ մեսեջն է թողում։ Մի արեք։ Ասենք ես ունեմ ընկերներ, ովքեր որ հասարակական քաղաքական գործիչներ են, այս նախկիններից չեն, բայց ընդդիմադիր գործունեություն են ծավալում։ Հովանավանքում եկել էին, դեմ երկու բար զրուցեցինք, ման։ Ու ես զգացի թե իրանք ուզում են միանային այդ գաղափարին, լինելով ընդդիմադիր, հասարակական եւ քաղաքական գործունեության դաշտում, իրենք ցանկանում են միանալ այ հենց այս բանին, որ եկեղեցին պիտի մաքրվի։ Այս շարժմանը։ Բայց երբ որ տեսան, գիտես ինչ, sense-ա գնել ջան, ինչքան էլ մենք մտերիմ ենք, բայց քաղաքական առումով օպոնենտներ ենք։ Հենց հիմա այստեղ քաղաքական առումով է սա։ Ու իրենք ճիշտ են ասում։ Սավատ բանա մի արեք։ Ես հասկանում եմ, որ կազմակերպված չի ինքնաբուխ է, Ադամ ջան, բայց եթե մենք սրա մասին չխոսենք, դա անընդհատ կկրկնվի իր բացասական հետևանքներով, բայց մենք շահագրգռված ենք, որ սա դրական հետևանք ունենա, չէ՞։ Ապա ես կարծում եմ արժի այն ինչ որ նկատել ենք, անկեղծ լինենք ու ասենք դրա մասին, ինչ ա եղել, ոչ վիրավորում ենք, ոչ ինչ որ բան բան ենք ասում, բացարձակ դրա մասին խոսքել չի կարող լինի։ Հիմա նկատել ենք կողքից ավելի լավ է երևի երևում, ասում եմ։ Չասեմ։ Այդ է հարցը։ Այնպես որ խնդրում եմ զգույշ լինեք այդ մասով։ Առաջանանք ու այս մեր երիտասարդին անդրադառնանք, ով որ եկեղեցին փրկում է մեզանից։ Տեսեք, մենք ներողություն։ Ներողություն ժողովուրդ։ Ուրեմն հազար անգամ ասել եմ, չէ՞ որ առհասարակ մեր ընդդիմությունը, նու ընդդիմություն չգիտեմ արժի դրանց ասել թե չէ, ամեն դեպքում ազգային ժողովի ընդդիմադիր ուժերը, ինչում իրենք հստակ գիտեն, որ մեղավոր են, փորձում են քանի դրա մասին շուխուր չի ելել, դիմացինին վիրավորեն դրանով, դա մատնացույց անելով փախարակեն, որ երբ որ այս դիմացինը իմանա ու փորձի հակադարձել ասելով որ այդ դու ես այդպեսինը, ստացվի որ ընդհանրապես հակադարձում ա դրա մեջ ճիշտ բան չկա։ Հազար անգամ օրինակը ցույց եմ տվել։ Ասել են թուրք, ցույց ենք տվել թուրքը իրանք է։ Ասել են ժեղ, ցույց ենք տվել որ ժեխը իրանք է։ Ասել են զոմբի, հազար անգամ ապացուցել են որ զոմբին իրանք է։ Ասել են արևմուտքը հոմոսեքսուալիզմ է տարածում, հազար անգամ ցույց ենք տվել որ իրանք են տարածում, էս էլ Կիրակի օրվա թեման։ Այդ իշխանյանը ով որ հոկտեմբերի 27-ն է արդարացնում ու համացանցով դրա մասին տարածում է իր տեսակետները ու պատասխանատվության չի ենթարկվում, մինչ այլոց մի քիչ իրենց հարգող երկրներում, նորմալ երկրներում նմաններին, ասենք terroristներին արդարացնողներին, terroristներին սատարողներին, terroristների գործունեությունը գովաբանողներին, գովերգողներին, ասեմ որ նրանք պատասխանատվության են ենթարկում, երևի մեզ մոտ չկա այդ օրենքները։ Ամենայն դեպս ես 3 եթերի ընթացքում սրա մասին ասացի ու խնդրեցի, որ եթե կան իմ իրավաբանային ծանոթներից եթե կան, խնդրում եմ կապվեք, ասեք, մենք ունենք նման օրենք, թե չէ։ Ասենք օրինակ պատկերացրեք Միացյալ Նահանգներում ինչ որ բայից մարդիկ դուրս տան ասեն, սատարեն Բեն Լադենին, ով որ բանը այդ երկու շենքը պայթացրեց, հա, այդ տերակտը որ տեղի ունեցավ սեպտեմբերի 11-ին։ Պատկերացնում եք ինչ տեղի կունենա նրանց հետ։ Նրանք նույն վարքյանին, նենց կմտնեն նրանց կհավաքեն կտանեն, դատարան դեմքները չեք հասցնի տեսնեք։ Կամ որևիցե մեկը Ռուսաստանում վեր կենա ու բանանի, ասենք, ասի, այ այն մոլում այդ որ մտել կրակում են բանման այդ terroristները, այ իրանք ճիշտ բան են արել։ Շատ արագ լուրջ իրավական առումով լուրջ արձագանք կստացվի։ Կամ ասենք Գերմանիայում դուրս գան Հիտլերին, ասեն, ամեն դեպքում Հիտլերը ճիշտ էր, գիտեք, վերջացավ։ Մարդիկ ֆուտբոլի մեջ, ֆուտբոլի ընթացքում մեկը իր գոլը սենց է նշում, երևի այլ բան նկատի ունենալով անգամ։ Միևնույնն է, կարմիր քարտ է ստանում։ Հասկանում եք։ Մեզ մոտ մարդիկ դու հրապարակային գրում են հոկտեմբերի 27-ը բաներ, սրբության սրբոց էր, այս մեկը դուրս է եկել ասում է դա բանը փրկության չգիտեմ ինչ էր եւ այլն եւ այլն։ Ոչ մի բան։ Ոչ մի բան։
Իսկ պատկերացնում եք, թե սրա հետևանքները ուր կարող են տանել հասցնել։ Ուր կա հետագայում, ուր կհասնի, ոնց եք պատկերացնում։ Հիմա այս նույն Իշխանյանն է, հարությունը անում է ինչ։ Ինչ են անում, ասում են, այս արևմտամետները հոմոսեքսուալիզմ են տարածում, բան, չէ՞, այ հեսա Եվրոպա մտակ, սա հետ գոմիկ եք դառնալու։ Այդ ինչ ասես խոսել են արդեն։ Բայց այն ինչ որ Ռուսաստանից է գալիս, դրա վրա աշկ են փակում։ Այն որ այնտեղ 14 տարեկան տենց աղջիկ երեխա չկա որ կույս լինի, սրա վրա աշկ է փակվում։ Այն որ այնտեղ հոմոսեքսուալիզմը ոնց է զարգացած, այնտեղի ղեկավարների, ռոպագանդիստների շրջանակներում սրա մասին աշկ են փակում։ Այսինքն օգտագործում են այնպեսի բաներ, շատ լավ հասկանալով, թե մենք ինչպես դա կընդունենք, հա, խաղալով մեր հույզերի հետ մի խոսքով։ Շատ լավ մեզ ճանաչում են, փորձում են դրա։ Բարձրում այս մեր քանի որ հետևորդների մեջ ես ինչպես հասկացա շատ շատերը Facebook-յան edge անգամ չունեն ու չեն սիրում Facebook-ում լինել, հնարավոր է համացանցում սա չեք տեսել։ Ես հիմա ցույց կտամ այս բանավեճն էլ, հետո մի հատ ուրիշ ֆոտո էլ, էլի։ Երբ որ այս նույն գադեն, որ եկել էր եկեղեցի էր փորձում փրկել իր արևին Սուրբ Սարսում գոռում էր Կտրիշ Ներսիսյանը կաթողիկոսն է, այսօր մորս ծնունդն է, Ռուզան շնորհավոր ծնունդ է, դե Ռուզանի ծնունդը շնորհավոր թող լինի, որ ասում եմ ու հիմա մի հատ տխուր երգ էլի ու սա հին տեսա ձայնագրությունն է, որտեղ մարդը կոչ է անում, որ պիտի մեր եկեղեցով, ասենք շատ նորմալ է, որ մեր եկեղեցին երկու համասեռամոլների ամուսնության արարողակարգ սպասարկի։ Խնդրեմ։ Խոսքը ես գադի մասին, հա։ Այս ուրիշ հանք։ Ներեք։ Գովազդապաց է երևի։ Այդ կներեք ժողովուրդն, հա։ Հասկացա, ճոկրակը չեն կնգե։ Դուք հենց կրակն եք ընկել, բայց ճոկրակը չեն կնգե։ Հիմա այս մաքուր Երևանը, իբրտե ես հիշում եմ 20 տարվա առաջվա Երևանը ապականված է այսօր։ Հիմա դրա մասին չխոսամ, դրա այնքան եմ ասել զսվել է։ Ես խոսամ հիմա այս ապականված Երևանը քիչ է ապականված, մի հատ էլ գերում լսնենք, այս Երևանը։ Երևանը ապականեցին եւ կանդեցին հա այդ հին տները եւ այլն։ Գեր ինչ են արել որ ապականեն։ Գեր մի հատ կասեք այս հասարակության մեջ ինչ են։ Այո, սերու ԱԱՑ-ն լիքը բան է, վատ բան է արել։ KGB-ով բանով այդ խորհրդայնության։ Օրինակ 37 տվից սկսված աքսորով վերջացած։ 37 վինի են արել։ Լավ, դրա չանցնենք թեմայի շեղվում ենք։ Ահա ավելի մեծ վնաս է տվել, քան ԼԳԲՏ-ին։ Ինչ վնաս են տվել այդ մարդիկ, արա այդ մարդիկ։ Ինչ վնաս են տվել։ Սիրում են իրար, ուզում են երջանիկ լինեն, ուզում են նույն իրավունքներ ունենան ու լրիվ Գնա եկեղեցի, հա։ Թեկուզ եթե քրիստոնյա գեյա թող գնա եկեղեցի ուսանա։ Եթե քրիստոնյա, եթե հավատք ունի, եթե չունի, թող իր ուզած ձև։ Այսինքն էջմիածը դինթունի, հա, որ գնան։ Իհարկե, Էջմիածինը Քրիստոսը, չէ, Քրիստոսը այդ ամենամեծ այդ Բաղդաղենացուն բերեց իր կողքը կանգնացրեց, չէ, Քրիստոսն է, չէ, այդ ամեն ինչը։ Քրիստոսն է, չէ, որ ասում էին ապե ռոպագանդում է։ Հիմա Քրիստոսին ասում ռոպագանդ Քրիստոսը ինչի համար է։ Իր գաղափարների, իր համոզմունքների, որովհետև սեր էր քարոզում, չէ, դրա համար։ Այդ գերականները տարան բան արեցին, խաչեցին։ Սա եկել է գոռում բան, Գարեգին երկրորդ կաթողիկոս, մեր եկեղեցին բան են անում։ Մարդը ես փոքրամասնությունների այդ գենդերային բաների մասով չխոսեմ, հա, մի խոսքով իրանք գիտեն իրանց գործը։ Բայց երբ որ դու մի կողմից ասում ես մեր եկեղեցին պիտի համասեռամոլներին հսակադրություն, ցիսակարգ մատուցի, մյուս կողմից ասում ես ես փրկում եմ իմ եկեղեցին, ձեզ նման թուրքերից եւ այլն դուք բան, եւ Գարեգին բն կաթողիկոս եկել եք, հարցեր են առաջանում։ Գարեգին բնեք ես ասել գնա ինձ պաշտպանի, Գարեգին բներ այդ մտքերը ուղեղի մեջ գցել, լցրել, հա, ասենք կամ այս նկարը, խնդրեմ։ Ով չի հասել Հայաստանում գեյ պարրատ չլինի, ով ինչ ուզե խոսեցել է։ Խնդրեմ այդ տղեն էլ գեյերի դրոշա։ Որ ասում եմ, հիշում եք դեռ 2021 թվականներն էր, ես հստակ օրինակի վրա էլ ասացի այդ ժամանակ, որ իրանց մեջ են ամենաշատ գեյերը ու իրանք են պրոպագանդել ամենաշատը այդ ամեն ինչը եւ այն քաղաքապետարանի դիմաց որ կանգնում են, դա էլ հենց ապացույց փորձվել մեկը նրանց ընդեղ նեղացնել։ Փորձվել մեկը ընդեղի տրանսգենդերներին նեղացներ։ Մի անգամից կայտնվել ԱԱՑ պատվալում շանց ծեծուտ էր։ Որովհետեւ նրանք պիտի կանեին այնտեղ, որովհետեւ հովանավորված էին եւ չգիտեմ պաշտոնյաներ են ունեցել լրջագույն ովքեր որ նույնպես աշկի։ Այսինքն ու սրանք հետո դուրս էին եկել, մեր հեղափոխությանն էին անուն դնում, մեզ էին անուն դնում, բանը մեր բերած բարգերին են փորձում անուն դնել։ Ու սա համատարած է, մենակ էս տիրույթում չէ։ Իրենք հայրենիքը հանձնել են, ուրիշներին են մեղադրում հանձնած լինելու մեջ։ Իրանք զոմբի են, ուրիշներին են մեղադրում զոմբի լինելու մեջ։ Իրանք եկեղեցին իջացել են շրիշակի մակարդակից ցածր, իջացել են այն մակարդակին, որ մի հատ ուրիշ երկրի արտգործնախարար նստում
կոչ անում, չգիտես ինչ էր անում։ Եկել են մեզ են ասում, ես ինչ եք անում։ Նենց որ այս ախմախները չպիտի լինեն ոչ միայն եկեղեցու ներսում, այլ նաև ազգային ժողովում։ Այո, 26 թվականին ընթառաջ, ես չգիտեմ ով ում կուզի թող ընտրի, բայց սրանք չպիտի հայտնվեր այդտեղ։ Այս 5 տարին բոլորիս համար պիտի դաս լինի, թե սրանք ինչերի են ընդունակ, ինչպես կարող են ոչինչ չանել ազգային ժողովում ու աշխատավարձ ստանալ։ Բացարձակ ոչինչ չանել, այս 5 տարիների ընթացքում այս մի ձեռքից մատները բավարար է, որպեսզի ես թվարկեմ, շատ է, որպեսզի թվարկեմ, թե քանի օրենսդրական նախագիծ են բերել ազգային ժողով։ Այս մի ձեռքից մատները շատ է։ 5 տարի է այնտեղ են։ Եվ ինչ կա զարմանալու բան էլ չկա, որ տեսնում ես թե իրանք ոնց են ղեկավարել երկիրը, այստեղ զարմանալու բան էլ չի մնում տակալխր։ Ինչի պիտի իրանք նորից գնան ազգային ժողով, որ ինչ անեն։ Որ ինչ անեն, գնան էլի 5 տարի կյանքները սուտեն։ Ցնդելու բան է, գժվելու բան։ Մի խոսքով ժողովուրդ ջան, մոտավորապես այսպես նայում են աչքերիդ մեջ ու սուտ են խոսում, ինչ ուզում խոսում են, մենք կպավ, չէ, ստացվեց, չէ, տերը չէ, որ տես խոսք էլի, ֆուֆլե են գանյա դանում, էլի, ասում են, իրանց ասելիքը ասում են, խոսում են բանակից, ասում ես, հրավիրում ես, ասում ես, եկեք տանենք, ցույց տանք ինչեր ունենք, չեն գալիս, խոսում են Արցախյան բանակցություններից, հրավիրում է մարդը, ասում է, եկեք նստեք հանրայինի եթերում, միասին քննարկենք, բան անենք, չեն գալիս։ Խոսում են տնտեսությունից, մարդը հանում թվերը ցույց է տալիս ու ցույց են տալիս իրանց մի հատիկ լարսի ճամփեն չի ստացվում։ Խոսում են, ինչից խոսում են, այնա որ այդ պայն գցում են դաշտ ու թռնում են։ Կներեք, արտադրություն քակում թռնում են, էլի։ Կեղտոտում հոտը գցում թռնում են։ Ու ժողովուրդը ասես, բա հիմա ոնց է լինելու, ինչ է լինելու, ոնց պիտի լինի ու ինչ լինի ժողովուրդ ջան։ Ասեմ ոնց է լինելու, ինչ է լինելու։ Վաղտը գալու է, ասել են դուք են ընտրել տեղամասը։ Այս էլ ձեր ընտրելու իրավունք։ Մարդը երկրորդ մարդն է, եկեղեցում երկրորդ մարդն է, այսօր դուրս է եկել։ Մի կողմից ասում է անձնական կյանք պիտի ես ունենա։ Մի կողմից ասում է, այս ինչ հարցեր եք տալիս, սա կոռեկտ չի այս հարցերը։ Մյուս կողմից ասում է, ես չեմ հասկանում դուք ինչ եք ասում, բայց այդ ձայնագրությունները չգիտեմ, ես եմ, ես չեմ, բայց մեկը սարկած է։ Միտքը տենց է դառնում։ Կապ չունի այդ ձայնագրությունների մեջ, ես եմ, թե ես չեմ։ Մեկը այդ ձայնագրությունները, տեսանյութերը սարկած են։ Սա այդ տեսանյութը այդպես չի սարկում, դուք ինչ որ բաներ լսել եք, լավ չեք լսել, էլի։ Լավ չէ։ Ընդ որում այդ տեսանյութերը զգացվում է, մի քիչ ոնց որ հնոտ տեսանյութերը։ Հիմա ստեղ մի հատ օրնիկի վաստակ կա, չգիտեմ, պատասխանեմ, չպատասխանեմ։ Բոզզի տղա, դուրը չի գալիս, սիկտիրեղի գնա դոգիտ նայ, այ մամայիդ մանդիկին դնեն թուրքերը։ Բջի լակոտ, սիկտիրեղի, արա, գալի մտնում ու խոսում են ով ինչ պիտի անի, ով չէ, դու ով ես այ դարի սխալ արա։ Տիգրան ջան, մեկ աչքս ընկնում է, չգիտեմ։ Ներողություն ժողովուրդ, սսնում են արեսօրը։ Այս փչացած պոռնկաբարո երևույթներ, ովքեր կարծում են, որ իրանք բոլորից փոխարեն պիտի որոշեն, թե ով ինչ անի, ով էֆիր մտնի, ով չմտնի, ով ինչից խոսա, ով ինչից չխոսա, ով ինչ պիտի անի, ով ինչ չպիտի անի։ Այս պոռնկաբարո երևույթներ։ Մեր երեխա ժամանակ կաթ տալուց երևի շփոթելա իր կրծքի տեղը հոր ես ինչն է դրել։ Չգիտես ո՞նց է սրանց մեծացը, չես հասկանում։ Չես հասկանում։ Ու հետո որոշել են թե իրանք պիտի ասեն թե ով ինչ պիտի անի։ Որ ախր սրան գտնես, չէ, գնաս գտնես, մատ ախմախ կակրան լակոտ ալնելու կեղտոտ փոշոտ մրոտ։ Սով է կարա։ Այսինքն զզվստում են արա։ Չես ուզում մի նայ արա։ Ասենք ես մտնում Գառնիկի Սագուլյանի եթերը նայում եմ, չեմ նայում, ոչ էլ ասում եմ ինքը ինչ անի, ինչ չանի արա։ Այ բջի ծնունդներ արա ախր։ Մեկ Արծվիկ Մինասյանին ասեք մեզի հենց նոր բան արին, ատելություն Սերմանին թող վազի ազգային ժողով, վազի մեզ ատել։ Էսի չեք, այսով եք դուք։ Մի խոսքով ժողովուրդ ջան, գիտեք ինչն է կարևորը։ Ռեալ։ Ով ինչ, ինձ էլ մի լսեք, ոչ մեկ էլ մի լսեք։ Բացարձակ ոչ մեկի։ Ես իմ YouTube-յան էջը եթեր է անում։ Կարեք ոչ մեկի չլսեք, լավ փորձեք տեսնել ձեր աշխարհը։
Ձեր աչքով օֆիցիալ թվերին նայեք, օֆիցիալ 5 տարի է մենք ձեզ ասում ենք։ Պաշտոնականը մեկ էլ կտեսնես մարդիկ ինձ նամակներ կուղարկեն, գնել էս ճիշտ է, այն ճիշտ է, այն ճիշտ է։ Ասում պաշտոնական դրան պատասխան եղել է թե չէ, ասում չէ, դե ասում ուրեմն ռադարը միջով պաշտոնականը կլինի։ Վերջ ուրիշ ձև չի կարող։ Սրանց նման չընտրլոներն են ախր, հիմա դա էլ ասեմ։ Աշկով ինձ ընկավ, այսօր մոռացա հաղորդման ընթացքում էլ պիտի անդրադառնալ։ Վովա Հակոբյանին էին փորձում բանանել, թե բա առաքիչ է եղել, հիմա էլ բանա, եկել է պատգամավորի տեխնացիություն։ Արա, ասենք ձեր քանդած երկրում կարալ մարդը 2-3 ինստիտուտ ավարտել, առաքիչը որն է, вообще առաքիչի գործել չկարողանար ճարել։ Դա եղել է ձեր երկիրը։ Ձեր քանդած երկիրը։ Եղել է ձեր պատասխանատվության գոտում։ Առհասարակ, դուք աշխատող մարդկանց հետ ինչ-որ խնդիր ունեք։ Խնդիր ունեք, մարդը առաքիչ է աշխատել, թե մատուցող է աշխատել, թե հավաքարար է աշխատել, թե խադավիկ է աշխատել։ Դուք աշխատող մարդկանց հետ ինչ-որ խնդիր ունեք, թե չունեք։ Մեկ էլ պրյամո ասեք էլ։ Պրյամո ասեք։ Այ դուք խնդիր ունեք, այո, աշխատող մարդկանց հետ։ Ունեք խնդիր, որովհետև դուք չաշխատելով միլիոններ եք դզել, կեղեքելով։ Ու ձեր համար աշխատող մարդը առնվազն ձեր ճորտն է եղել։ Եթե պրյամո ձեր չէ, ուրեմն ձեր ընկերոջ կամ այն մի ընկերոջ։ Մեկ է ոնց է, հիմի որ այնտեղ աշխատում էր, հիմի եկել է ինձ պիտի թելադրի ես, հա, հենց տենց։ Դուք աշխատող մարդկանց հետ հարց ունեք արա։ Այդ զրիակերներ արա, այդ դարմայետներ արա։ Կամ մի հատ էլ կարան գնանք ձեր գեներալներին նայենք։ Կարան գնանք մի հատ ձեր քաղաքական այդ ո՞ր մեկը տեք ինչից ելել, որ մի հատ կարաք ասեք։ Հենց հիմի ժողովուրդ ջան։ Սա նախկին մետաքս կոմբինատի շենքի տարածքն է, այստեղ օֆիսներ։ Այ հենց ստեղ Ռոբերտ Քոչարյանը, երբ որ աշխատելուց է եղել Ղարաբաղում, ադրբեջանական ինչ մի հատ զավոդում, որտեղ որ բամբակ էին բանանում։ Բամբակ թե մեծ շորտ, մի խոսքով այդ նյութն էին հավաքում։ Ինքը այդ նյութը առաքողն է եղել, տանող բերողն է եղել, հենց այս գործարան։ Հենց այստեղ։ Այս գործարանի առաջվա բարձր աշխատողներից մեկը ինձ սա մանրամասը պատմեց, կարելի էր գնել ջան։ Խելոք են անկյունը նստում էր, ասում էի լավ մեղքա, մեծ բան է էլի, հերու տեղից է եկել, Ղարաբաղից է եկել, ասել շուտ իր վերած ապրանքը ընդունենք, սրան ճամփեն գնաց, թե փողոցները չմնա։ Հետո ասում է, երբ որ սովետական միությունը փլուզվեց, քանդվեց, անցավ մի 3 տարի, ասում մի օր սրան մետրոյում եմ տեսել Մոսկվայում։ Մոսկվայում մետրոյում։ Ասում է հարցրեցի, բա ինչ կա, բան, ասել թե բա sense բանով sense դեր գործերով եմ եկել, բան sense բաներ։ Գնացել էր KGB-ից առաջադրանքները ստանալու էլի։ Հիմա դուք աշխատող մարդու հետ խնդիր ունեք, տեսեք ես չեմ ասում, բանվոր աշխատել, հետո եկել է ուզուրպացրել է երկիրը, ես դες բան չեմ ասում, աշխատել է։ Որտես աշխատող մարդու հետ խնդիր չունեմ, բայց դուք ոնց որ ունեք։ Դուք դեմ եք զարգացման, պրոգրեսիային, հասկանում եք, դուք պրոգրեսին դեմ եք առհասարակ։ Ձեզ համար ինչը ոնց կա, տենց պիտի մնա, չպիտի տեղաշարժվի, պրոգրես չպիտի լինի։ Եթե մարդը բանվոր է եղել, պիտի սա կյանքը բանվոր մնա ինքը չպիտի զարգանա։ Սա ձեր մոտեցումն է, ձեր մտածելակերպն է։ Այ դրա համար եք դուք եք նաև ծառայում կրթությունը նորաձև է շարժվանը։ Իմիջ այլոց, այդ որ այդքան տենց խառախշտիկ լուսաբանում եք ձեր արևին, անուն դնելով ծաղրելով։ Գոնե տեղյակ եք, քանի մարդ է, հենց այդ բաներից հետո այդ ծրագրերով այսօրվա դրությամբ իմ քայլ հիմնադրամով բանով գնում կրթություն ստանալու։ Իմ տարիքի մարդիկ, ինձնից մեծ մարդիկ գնում են երկրորդ, երրորդ կրթություն ստանալու, ոգևորված, նոր կյանք սկսելու հույսով։ Գոնե տեղյակ եք, թե տեղյակ չեք։ Բայց դրա մասին կարող է ինչ-որ մի օր, ինչ-որ մի պահի փորձեք լուսաբանել։ Ինչ-որ դրական էֆեկտներ ա տվել, չեք ցանկանում դրա մասին խոսեք։ Իսկ Վովան Հակոբյան շատ լավ տղա է, ես իրան վաղուց համ ծանոթ եմ, համ էլ հետևում եմ, ինքը շատ քաղաքականապես հասունացել է իր երիտասարդ տարիներին, ես կարելի ասել։ Ու այո, ես շատ ուրախ եմ, որ տեսա, որ հայտարարություններ գրել, որ ինքը падգամավորի տեխնացիա ներկայանում։ Շատ ուրախ եմ։ Դա շատ լավ է, շատ համարձակ տղա է, ինքը շատ օբյեկտիվ, կարողանում է շատ լավ ասելիքը տեղ հասցնի, աշխատասեր։ Ինչի՞ եք նեղվում։ Դրանից, որ ձեր դարմայետների նման բանը, եկել եք ազգային ժողովը առաջ 2-3 տարին առհասարակ ԱԺ-ում չէիք նստում, դրսերն էիք վեժնի։ Դեշտի դատարկ էր ձեր մոտ։ Միայնակ էր կպն բանը առաջ տան օրենսդրական նախաձեռնությունները եւ այլ քննարկումները, բայց ինքը իրան ընդդիմություն էր տարել արդեն։ Այսօր էլ դուրս են անում եմ դնում, դժերին նայել։ Այսպես ժողովուրդ ջան, շնորհակալություն դիտելու եւ տարածելու համար։ Ես մի քանի նյութեր կհավաքեմ, ասեմ, բանը մի երիտասարդ տղա կա, վաղ հրավիրել է իր ալիքով հյուր,
ալիքը չգիտեմ ոնց է կոչվում, թե չկասեի հիմա, ցերեկվա ժամ ամենայն հավանականությամբ ես նրա հետ եթեր կանեմ YouTube-ով, ես առհասարակ սիրում եմ ամբիցիոզ երիտասարդների, ես սիրում եմ, որ երիտասարդները համարձակ են լինում, շատ չեն բանանում, հելավիրում են մարդկանց, խոսում են, եւ եթե ես կարող եմ նրան դրանով օգտակար լինել, ապա անկախ նրանից թե ինչքան հետևորդ ունի, որքան դիտում ա լինում եւ այլն, ես անպայման կգնամ դրանով օգտակար լինելու նաեւ, ինչու ոչ։ Այնպես որ մենք վաղը ցերեկը այդ եթերը կլինի, եթե ստացվի երեկոյան նույնպես եթեր կունենանք, եթե չէ, ապա մյուս օրը։ Շնորհակալություն մշտապես հետևելու համար, գրանցվելու եւ տարածելու համար։ Լավ եղեք ժողովուրդ ջան, ամեն ինչ շատ լավ լինելու, կներեք այսօր մի փոքր հոգնած էի, հնարավոր է լավ չէի շարադրում իմ մտքերն ու ասելիքը։ Ամեն դեպքում կարծում եմ իրար հասկացանք։ Եվ ես այո, վերջում էլ ասեմ, որ այս Իշխանյանի Հարություն Իշխանյանը, Հովհաննես Իշխանյանը, այդտեղ անունը չեմ հիշում այս տղայի, տեսել եմ շատ սրտի ցավով եմ նայել, որ կան որոշ մտավորականներ, լուրջ մարդիկ, ովքեր որ չճանաչելով, չիմանալով, նրանք գործողությունը փորձում էին հերոսական ներկայացնել։ Ամոթ մի արեք, մարդիկ նայում են, կարող է ուրիշ բաներ մտածել։ Ամեն ինչ շատ լավ է լինելու, բարի գիշեր ձեզ։